Կցանկանայի իմանալ իշխանությունը ինչպես է պատկերացնում, թե ինչպես այսպես ասած պետք է գահանկեցարվի ամենայն հայոց կաթողիկոսը, եթե եպիսկոպոսների մեծ մասը, գիտենք, որ 54 եպիսկոպոս կա, մեծ մասը պաշտպանում է Գարեգին II-ին, եւ անգամ այն քահանաները, որոնք համակրում են Նիկոլ Փաշինյանին, ասում են, որ պատարակների ժամանակ հնչեցնելու են Գարեգին II-ի անունը։ Եվ մամուլում մի հրապարակում կար, որ դիվանագիտական այսպես խողովակներով են փորձում նաև նշում գործադրել տարբեր թեմերի վրա։ Ժորժան, դուք բոլորդ ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներ եք, չէ՞։ Ու ազգային ժողովի միջանցքներում ու նաև այլ տեղերում, այլ տարբերակներով, թե պարոն Հովհաննիսյանից, թե ինձնից, թե մնացածից, տարբեր թեմաներով մեկնաբանություններ վերցնելու բազում առիթներ եք ունենում։ Հիմա ինձնից լավ գիտեք, որ քարոզիաներից հետո կազմակերպող այս ճեպազրույցները հիմնականում պիտի վերաբերվեն քարոզիայի ընթացքում ընդունված կամ քննարկված օրենքներին։ Հիմա մենք ունեցել ենք տարվա վերջին քարոզիան, շատ կարևոր բաներ ենք ընդունել։ Պետական բյուջե, չգիտեմ, էլեկտրոմոբիլների հետ կապված թեմաներ։ Ես ուզում եմ հասկանալ, այս երկրում ավելի կարևոր ու մարդկանց ավելի հուզող խնդիրներ չկան։ Օրինակ ես օրը 500 հատ նամակ եմ ստանում, ասենք գույքահարկերի մասին, էլեկտրոմոբիլների մասին, բյուջեի մասին։ Ինձ թվում էր, որ լրատվամիջոցների հիմնական դերը այն պիտի լինի, որ իրենք մարդկանց կյանքին վերաբերող խնդիրները, որոնք որ քննարկվում են ազգային ժողովում, որոշումներ են կայացվում, ժամանակին ու ճիշտ ձևով հասցնեն այդ մարդկանց, որ հետո այդ օրենքները ուժի մեջ մտնելուց հետո մարդիկ չզարմանան, չասեն, չգիտենք։ Դե հիմա ոչ մի հարց չունեք, ուզում եք ես ինձ ուղարկած բոլոր հարցերը ուղարկեմ ձեզ, տեսեք մարդկանց մոտ ինչքան անպատասխան մնացած հարցեր կան։ Հիմա դուք այս համոզված եմ, այս կես ժամվա ընթացքում մենք եկեղեցու թեմայից այն կողմ չեն գնալու, բայց ինչ անենք։ Ձեր իրավունքն է ինչ հարցնեք։ Ուղղակի ես ուզում եմ մի անգամ եւս շեշտեմ, որ եկեք իրար հետ այնպես անենք, որ մարդիկ օբյեկտիվ ինֆորմացիայի պակաս չունենան, որովհետև կա այդ պակասը։ Ու մեր հույսը նաև դուք եք, որովհետև երբ որ դա պակաս է լինում, մենք սկսում ենք այլ հարթակներ օգտագործելով այդ կոմունիկացիան ապահովել։ Ես մեկ դիտարկում, պարոն Թունյան, ձեր ասացի տրամաբանությունից ելնելով այսօր հասարակությանը շատ ավելի հետաքրքրում է կաթողիկոսի կուսակրոն լինել չլինելու հարցը։ Ես դեմ չեմ, որ հասարակությանը այդ հարցն է հետաքրքրում, ու առավել ևս, եթե կաթողիկոսի ու մնացած հոգևորականների թեման մեր հասարակության համար այդքան կարևոր է, ուրեմն նույնքան կարևոր է նաև այն, որ մեր եկեղեցին զերծ լինի այն բոլոր թերություններից, որի մասին այսքան խոսվում է։